Առաջին անգամ ընտրապայքարի մեջ մտած Հայաստանի շնորհապետական կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը տվեց Գյումրիից։ Վարչապետի թեկնածուն Գուրգեն Սիմոնյանն է, ով շեշտը դնում է նախկին ու գործող իշխանություններին մերժելու վրա։ Առաջին հերթին ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը փոփոխությունների պետք է գնա եւ մերժի նախկին քաղաքական համակարգը, որի անբաժանելի մաս են բոլոր նախկին նախագահները եւ ներկայիս վարչապետը, նրանց արբանյակ ուժերի հետ միասին։ Մեր քաղաքական ուժը ջատագովն է, գիտելիքահեն կառավարմանը, այսինքն դա պետական կառավարման համակարգի փոփոխություններով պայմանավորված արժանիների իշխանություն պետք է լինի։ Քաղաքական որ ուժի հետ կհամագործակցեն կամ կբացառեն համագործակցությունը։ Բացառում ենք նախկին 3 նախագահների եւ ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի հետ որևէ համագործակցությունը եւ կոալիցիան եւ նրանց հետ ասոցիացվող, նրանց արբանյակ քաղաքական ուժերի եւ գործիչների հետ համագործակցությունը։ Բացենք նոր եւ մաքուր ուժերի հետ համագործակցությունը, եթե կլինեն նմանները։ Թե որ ուժերին է համարում ՔՊ-ի արբանյակ ու որ նոր ուժերի հետ է պատրաստ համագործակցել, Սիմոնյանը անուններ չտվեց։ Փոխարենը շնորհապետական կուսակցության 41-ամյա ղեկավարը հաճախ է ստիպված լինում իր ուժի անունը բացատրել։ Շնորհապետությունը դա մերիտոկրատիա բառի հայերեն համարժեքն է։ Մերիտոկրատիա նշանակում է արժանիների իշխանություն։ Մենք 40 տարվա ընթացքում տեսանք թալանչիների իշխանություն, տեսանք տգետների իշխանություն, ժամանակն է արժանիները գան։ Իսկ արժանիներ երկու մոտեցումով է չափվում՝ լավ մարդ եւ լավ պրոֆեսիոնալ։ 2 տարի առաջ ստեղծված ուժը եվրոպական կողմնորոշում ունի։ Չնայած ըստ Հանրապետական ինստիտուտի վերջին այս փետրվարին անցկացված հարցման շնորհապետականն ու անձամբ Սիմոնյանն ընդամենը 1%-ի վարկանիշ ունեն, Սիմոնյանը բարձր է գնահատում իրենց շանսերը։ Ավելի թերհավատ էին գյումրեցիները, որոնց Գուրգեն Սիմոնյանը այսօր բուկլետներ էր բաժանում։ Հաստատ չանց արազից այդ 5 գելերի մեջ է տված դժվարել անցնից։ Մենք գել ենք բռնում, ինչից եք խաբար։ Մենք էլ մուտքը հենց Գյումրիից ենք սկսել, Գյումրին մի տեսակ ուրիշ է ներդրել։ Սաղն ինաստուտի Գյումրից, այսինքն առաջ էշտանելի։ Որտեղ գյումրեցիների ճաշակը ուրիշ է, իրանց պետք է, եթե կարողացար այստեղ համոզես, նշանակա ուրիշ տեղերը կհամոզես։ Բայց եթե ճիշտ ինֆորմացիա տան եւ մարդու Ընդունեն, եթե համոզելը Գյումրեցի շատ բարդ է համոզելը։ Գյումրեցիներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու չեն միավորվում։ Ես մտածում եթե մեր կողքը ժողովուրդը կանգնեց, դրանից ուժեղ միացում ուրիշի չեմ սպասում։ Կարող է ժողովուրդը Շնորհապետական կուսակցությունը մեկ անգամ էլ քարոզարշավի ավարտին Գյումրի կգա, այսօր նաև հարևան մարզեր էին այցելելու։